Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ, եթերում մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Այսօր մենք խոսելու ենք Օշականի ճակատամարտի մասին եւ այն կապված է 19-րդ դարի առաջին 30-ամյակում տարածաշրջանում երկու խոշոր պետությունների հետ երրորդ խաղացողի հայտ գալու իրավիճակի հետ։ Բանն այն է, որ 19-րդ դարի սկզբում Պարսկաստանի և Օսմանյան կայսրության կողքին տարածաշրջանում հայտնում է ռուսական կայսրությունը, որ իր հավակնությունները դրսևորել էր դեռևս 18-րդ դարի սկզբից։ Ռուսական կայսրությունը տարածաշրջան մուտք գործելու առաջին փորձը կատարել է դեռևս 1722 թվականին, երբ Պյոտր Առաջինը կամ Պետրոս Մեծը փորձեց կասպիական արշավանքով մուտք գործել Պարսկաստանի հյուսիսային նահանգներ, որ սկսվում էր Դերբենդ քաղաքից, որ այն ժամանակ Պարսկաստանի ամենահյուսիսային քաղաքներից, հիմա Ռուսաստանի Դաշնության ամենահարավային քաղաքն է, եւ այդտեղից շարժվեր դեպի ավելի հարավ մուտք գործեր մեր տարածաշրջան։ Սակայն այս արշավանքը սկզբնական սահմանափակ հաջողություններից հետո ավարտվեց ձախողմամբ եւ դրանից հետո հետաձգվեցին Ռուսաստանի ռազմաքաղաքական հետաքրքրությունները տարածաշրջանում այլ ժամանակներ։ 18-րդ դարի երկրորդ կեսը հայ ազատագրական շարժման համար հետաքրքիր դարաշրջան էր, ծրագրային կարելի ասել փուլ էր, երբ որ մեր ազատագրական շարժման գործիչները փնտրում էին, թե ինչ ճանապարհով է հնարավոր Հայաստանը ազատագրել։ Եվ այստեղ հայացքը փորձում էին ուղղել ռուսական կայսրության կողմը, որովհետև տարածաշրջանում հստակ տեսնում էին երկու տերությունների ռազմաքաղաքական հակամարտություն՝ Օսմանյան կայսրության եւ ռուսական կայսրության։ Այդ ժամանակ ռուսական կայսրության ղեկավարը Եկատերինա II-ն էր եւ նա դրսևորում էր հստակ հակաօսմանյան քաղաքական ուղեգիծ եւ երկու պատերազմներում 1768-74 եւ 1787-91 կարողացավ հաղթել Օսմանյան կայսրությանը եւ մերձսևծովյան հսկայական տարածքներ միացնել իրեն։ Ստացվում է, որ աշխարհագրորեն ռուսական կայսրությունը տարածվում է ավելի իր ավանդական զբաղեցրած տարածքից հարավ, մոտենում է նաեւ հյուսային Կովկասում աստիճանաբար Կովկասյան լեռնաշղթային, Կովկասյան լեռնականների տարածքներին եւ ուղիղ բանակցություններ էին վարում նաեւ Վրաստանի այդ ժամանակվա պառակտված մի քանի թագավորություններ կային, մասնավորապես դրանցից Քարթլի Կախեթի թագավորության ղեկավարության հետ եւ կարողացան գալ ընդհանուր Գեորգիևսկի իրենց դաշնագրին, որի շուրջ շատ տարբեր գնահատականներ կան թե խորհրդային պատմագրության եւ թե ժամանակակից ռուս եւ վրաց պատմագրության մեջ։ Երբ մենք խնդրին նայում ենք հայոց պատմության տեսանկյունից, այստեղ կարևոր է հասկանալ ռազմաքաղաքական իրադրության փոփոխությունը եւ այդ փոփոխության մեջ իհարկե առանձնահատուկ տեղ եւ դեր ունի Օշականի ճակատամարտը։ Եթե Օսմանյան կայսրության եւ նրան ենթակա Ղրիմի խանության հետ բախումները Ռուսաստանի պատմության մեջ սովորական երևույթ էին դարձել, ապա Պարսկաստանի հետ հակամարտությունը արդեն նոր երևույթ էր, 18-րդ դարում իր առաջին դրսևորումներն էր ունեցել, բայց հենց ի սկզբանե դեռևս 1722-ին անգամ Պյոտրը փորձում էր այս միջամտությանը ռազմական իր գործողությանը որակումն այլ կերպ տալ, իբրև նա գնում է ապստամբներից պարսկական շահին փրկելու, որտեղ 1722-ին այնտեղ աֆղաններն էին ապստամբել, ուզբեկները եւ այլն։ Իհարկե մենք շատ լավ հասկանում ենք, որ այստեղ ռազմաքաղաքական հետաքրքրություններն առաջին պլանում, սակայն Պարսկաստանի հետ աշխարհաքաղաքական հակամարտությունը չէր հասել գաղափարական այնպիսի տարանջատման, ինչպես որ կար Օսմանյան կայսրության հետ, որտեղ օրինակ Եկատերինա II-ը Կոստանդնուպոլսի պատկանելության հարցը դնում էր նույնիսկ բյուզանդական ժառանգության տեսանկյունից, այսինքն քաղաքներ հիմնելիս դնում էր հունական ձևակերպումներով վերջավորություններ, Ստավրոպոլ, Սևաստոպոլ, Սիմֆերոպոլ եւ այլն, որը հստակ ցույց էր տալիս նրանց երբեմնի իբրև թե հունական, տվյալ դեպքում բյուզանդական ժառանգության վրա հիմնվածքն է եւ այո, այդ տարածքները ժամանակին բյուզանդական կայսրության մաս էին եղել եւ փորձում էր հիմնավորել իբրև այդ ժառանգությանն են տեր կանգնում։
Իսկ ահա Պարսկաստանի հետ նման գաղափարական հակասություն, հակադրություն չկար։ Դրա համար հետաքրքրությունը ռազմաքաղաքական էր ու մենք տեսնում ենք, որ դարի վերջին 1795-96 թվականին կարճատև ռազմական գործողություններ են լինում, երբ փորձ է կատարվում հասնել մինչև Արևելյան Հայաստանի տարածք։ Ռուսական բանակը գեներալ Զուբովի հրամանատարությամբ հասնում է մինչև Գանձակ եւ այնտեղից պետք է շարժվեր Արցախ, սակայն տեղի է ունենում մի իրադարձություն, որը փոխում է դեպքերի ընթացքը։ Եկատերինան մահանում է եւ որդին Պավելը որոշում է չեղարկել այս գործողությունները։ 19-րդ դարի սկիզբը արդեն նշանավորվում է կոնկրետ գործողություններով։ Նախ 1801 թվականին Արևելյան Վրաստանը, տվյալ դեպքում Քարթլի Կախեթի թագավորությունը փոխանցվում է ռուսական ենթակայության տակ եւ դրանից հետո արդեն Արևելյան Հայաստանի որոշ մասեր, որոնք մտնում էին այդ թագավորության կազմի մեջ, մասնավորապես Լոռիի զգալի մասը, Տավուշը, Ղազախի հարևան շրջանը, այս գոտիները Ղազախ-Շամշադին հայտնվում են ռուսական կայսրության կազմում։ 1804 թվականին սկսվում է ռուս-պարսկական առաջին պատերազմը եւ Գանձակի պատկանելիության հարցից է այս ամենը սկսվում, այստեղ տեղի ունենում բախում, պատերազմը սկսվում է, տևում է 9 տարի, ավարտվում Գյուլիստանի հաշտության պայմանագրով եւ Պարսկաստանի ենթակայության տակից հայկական որոշ տարածքներ հայտնվում են ռուսական կայսրության կազմում։ Այստեղ ավելանում է Շիրակը, նախորդ նշված ցանկից բացի, Լոռիից եւ Տավուշից ժամանակակից, նաև Շիրակն է, Սյունիքի զգալի մասը եւ Արցախը ու Ուտիքը։ Այս առումով ստացվում է, որ Արևելյան Հայաստանի մի մասը հայտնվում է ռուսական կայսրության կազմում։ Հաջորդ փուլը 1826-28 թվականների ռուս-պարսկական արդեն երկրորդ պատերազմն էր, որն ավարտվում է արդեն ժամանակակից մեր Հայաստանի Հանրապետության տարածքի զգալի մասի ռուսական կայսրության կազմում հայտնվելով, մասնավորապես Երևանը հենց այդ պատերազմի ժամանակ է հայտնվել ռուսական կայսրության կազմում։ Սա իհարկե մի կողմից եւ Իրանի եւ Ռուսաստանի պատմության մաս է, բայց մեզ համար բնականաբար սա հայոց պատմության մասն է նախ եւ առաջ, որովհետեւ մեր հայրենի հողի նկատմամբ օտար տիրապետության փոփոխություն է տեղի ունենում։ Եվ նախկին երկու խաղացողների փոխարեն արդեն 3 խաղացողներ են ի հայտ գալիս եւ այս ամենի մեջ իհարկե ամենաառանցքային դրվագը Երևանի Բերդի գրավումն է 1827 թվականի սեպտեմբերի 25-26-ից Երևանի շուրջ ռազմական գործողություններն են սկսվում եւ պաշարումը տևում է մինչև հոկտեմբերի 1-ը առավոտյան եւ քաղաքը հայտնվում է արդեն այդ օրը ռուսական բանակի վերահսկողության տակ։ Ընդհանուր առմամբ այս պատերազմական գործողություններում ռուսական բանակի զորախումբը ղեկավարում էր գեներալ Իվան Պասկևիչը։ Նրա ենթակայության տակ գործող ստորաբաժանումներից մեկը ղեկավարում էր գեներալ լեյտենանտ Աֆանասի Կրասովսկին։ Հենց նա էլ առաջնորդել է ռուսական բանակը Օշականի ճակատամարտում, որ տեղի է ունեցել 1827 թվականի օգոստոսի 17-ին։ Ընդհանրապես ռուս-պարսկական երկրորդ պատերազմը սկսվել էր ռուսական կայսրության համար ոչ այնքան նպաստավոր պայմաններում, իրենց մոտ բոլորովին վերջերս էր ճնշվել, մի քանի ամիս առաջ էր ճնշվել դեկաբրիստների ապստամբությունը եւ շարունակվում էր դատավարական գործընթացը եւ պարսկական կողմը օգտագործել էր այն հնարավորությունը, որ կար ընդհանուր Կովկասում տեղակայված ստորաբաժանումները ռուսական բանակի 3 անգամ մոտավորապես զիջում էին այն զորախմբին իրենց թվակազմով, որը այդ ժամանակ պետք է անցներ ռազմական գործողությունների 26 թվականի ամռանը։ Սկզբնական շրջանում նախաձեռնությունը պարսկական կողմին էր, հետո ռուսական կողմը կարողացավ նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, իսկ 27 թվականի գարնանը ակնհայտ էր, որ ռուսական հրամանատարությունը խնդիր է դրել ոչ միայն պարսկական զորքերին ետ մղելու, այլ նաև փորձելու վերցնել Երևանի բերդը, որ իրենց վերահսկողության տակ չէր։ Եվ տեսնում ենք իրենք հաջող գործողություններ են իրենց համար ծավալում եւ կարողանում են հասնել մինչև Սուրբ Էջմիածին, աշտարակ եւ փաստորեն Երևանի մոտ դիրքավորվում են։ Էջմիածնի մայրավանքի փաստորեն միաբանության տարածքում տեղակայվում են իրենց որոշ ստորաբաժանումներ
եւ իրենց ուժերի մի մասն էլ Կրասովսկու գլխավորությամբ Արագածի փեշերին օգոստոսի սկզբին տապի պայմաններում գնում է զով պայմաններում պատասպարվելու եւ հանգստանալու 1827 թվականի օգոստոսի սկզբին գործում էր ժամանակավոր հրադադար եւ օգոստոսի 4-ին պարսկական հրամանատարությունը Աբբաս Միրզայի Գահաժառանգ Աբբաս Միրզայի հրամանատարությամբ 30,000-անոց ստորաբաժանմամբ եւ 24 հրանոթներով անցնում են հարձակողական գործողությունների եւ փորձում են բեկել հետագա ընթացքը պատերազմի եւ նրանց համար առաջնային խնդիր էր իհարկե աշտարակից ռուսական զորքերին դուրս մղելը, Քասախի հովիտ դուրս գալը եւ դրանից հետո արդեն Էջմիածնին վերստին տիրանալը եւ դրանից հետո փորձ կատարել այնքան զարգացնելու հաջողությունները, որ նույնիսկ 1804-13 թվականների պատերազմով կորցրած տարածքները վերականգնեն, ինչը ի սկզբանե եղել էր հենց պարսկական հրամանատարության ծրագրերում։ Այստեղ իհարկե տեսնում ենք, որ Կրասովսկու ստորաբաժանումները 3000 հոգանոց ստորաբաժանումը արագ դուրս է գալիս առաջ եւ երբ օգոստոսի 6-ին պարսկական ուժերը վերստին կարողացել էին տիրանալ աշտարակին, կարողացել էին արդեն ամսի 15-ին հասնել եւ պաշարել Էջմիածինը, 16-ին այստեղ հասնում են արդեն Կրասովսկու ստորաբաժանումները եւ ընդ որում այստեղ նրանց զորակազմի կազմում էին նաեւ 100 հայ աշխարհազորայիններ եւ 40 վրացի աշխարհազորայիններ, իսկ նաեւ պետք է նշել, որ օրինակ պարսկական բանակի կազմում հրանոթների աշխատանքներում ներառված էին հայեր եւ տվյալ դեպքում հայտնի կերպար է Հակոբ Հարությունյանը, ով պետք է ճակատամարտում ռուսական բանակի համար կարևոր դեր կատարեր հետագա գործողություններում։ Այստեղ տեսնում ենք, որ ճակատամարտը սկսվում է այն պայմաններում, երբ որ ռուսական զորքը Քասախի կիրճ է հասնում եւ դիրքավորված, նախապես դիրքավորված պարսկական բանակը թվային եւ դիրքային գերակշռություն ունենալով փորձում է նախահարձակ լինել եւ կիրճում ճեղքել ու ոչնչացնել իրենց հակառակորդ զորախումբը։ Ռուսական բանակը սկզբում լրջագույն դժվարություններ է ունենում, սակայն հետագայում տեղի է ունենում որոշակի բեկում եւ այն պահին, երբ որ երկու կողմերը սվիններով մարտի էին բռնված, տեղի է ունենում համազարգային կրակ նույն Հակոբ Հարությունյանի կողմից, թիկունքից պարսկական բանակի, խուճապ է սկսվում, դասավորությունը ժամանակավորապես խախտվում է, դրանից օգտվելով ռուսական զորախմբի մի մասը կարողանում է ճեղքում ապահովել եւ հասնել Էջմիածին, այնտեղ տեղակայված ստորաբաժանման հետ կապ հաստատել, որտեղից ի դեպ նախապես արդեն երբ որ սվիններով մարտի թեժ ընթացքներ, ստորաբաժանումները եկել էին ճակատամարտում իրենց օգնության, ստացվում է, որ կարողանում են բեկում ապահովել եւ հաղթում են ճակատամարտում։ Սա իհարկե պատերազմի ընդհանուր ընթացքի մեջ բերում է շատ մեծ փոփոխություն։ Ռուսական բանակը զգալի կորուստներ է իհարկե ունենում, այդ 3000-անոց ստորաբաժանումից 1131 սպանված են ունենում եւ 200-ից ավելի անհետ կորած, սակայն պարսկական կողմի կորուստները մոտ 3.5 անգամ ավելին էին եւ իրենց համար ռազմաքաղաքական տեսանկյունից ամենակարևոր իրադարձությունն այն էր, որ իրենք ապահովում էին մի կողմից Սուրբ Էջմիածնի նկատմամբ փաստորեն ռուսական կայսրության գերիշխանությունը, մյուս կողմից շարժում էին Երևանի ուղղությամբ։ Եվ տեսնում ենք, որ ընդամենը փաստորեն 40 օր անց սկսվում է Երևանի պաշարումը։ Երևանի բերդի պաշարումը տևում է ընդամենը 5 օր եւ կարողանում է ռուսական բանակը գեներալ Պասկևիչի գլխավորությամբ 5 օրյա մարտերից հետո վերցնել քաղաքը եւ 3000 հոգանոց կայազորը Հասան խանի գլխավորությամբ հանձնվում է ռուսական բանակին։ Այս իրադարձությունների իհարկե հիմքում նախ եւ առաջ Օշականի ճակատամարտում հաջողությունն էր, որ գրանցել էր ռուսական կայսրության բանակը։ Եվ այս հուշարձանը, որ մենք հիմա տեսնում ենք, կարելի ասել, որ մարմնավորում է այդ հաջողությունը իրենց եւ նաեւ ցուցիչն է նրա, որ 200 տարի առաջ այս տարածաշրջանում երկու խաղացողների կողքին հայտնվում է երրորդ խաղացողը եւ ձևավորում է այն բալանսը երեք պետությունների Օսմանյան կայսրություն ներկայումս Թուրքիայի տեսքով եւ Պարսկաստանը ներկայումս Իրանի Իսլամական Հանրապետության տեսքով եւ Ռուսաստանը, ժամանակին ռուսական կայսրությունը ներկայումս Ռուսաստանի Դաշնության տեսքով երեք պետությունների փաստորեն
բալանս են ձևավորում տարածաշրջանում եւ այստեղ հայոց պատմության տեսանկյունից իհարկե այն է եղելություն եւ փաստը, որ փաստորեն Արևելյան Հայաստանը հայտնում է ռուսական կայսրության կազմում եւ Հայաստանի տարբեր հատվածները տարբեր իրականությունների պայմաններում են հայտնվում։ Ստացվում է, որ Արևմտյան Հայաստանը շարունակում է մնալ Օսմանյան կայսրության կազմում, Պարսկաստանին պատկանող Արևելյան Հայաստանի մեծ մասն անցնում է ռուսական կայսրությանը, բայց Արաքսից հարավ տարածքները, որ պատերազմի մինչև փետրվար տևած գործողությունների արդյունքում 1828-ի փետրվարը ռուսական բանակը զբաղեցրել էր, դրանք այնուամենայնիվ վերադարձնում են Թուրքմենչայի պայմանագրով։ Այսինքն ստացվում է, որ պատմական Պարսկահայք նահանգը Խոյ, Սալմաս, Տուրմիա եւ մյուս շրջաններով վերադարձում էր Պարսկաստանին, իսկ Երևանի եւ Նախիջևանի տարածքները մնում էին ռուսական կայսրության կազմում։ Այսպիսով ստացվում է, որ պատմականորեն Պարսկահայքը մնում է Պարսկաստանին, իսկ նաեւ այդտեղ վասպուրական պատմական մեր նահանգի կեսն է, Փայտակարան նահանգի մեծ մասը, իսկ Արևելյան Հայաստանի մյուս զգալի հատվածը, ներառյալ Արցախը եւ մեր ժամանակակից հանրապետության տարածքը մնում են ռուսական կայսրության կազմում։ Այս իրադարձությունները տարբեր ժամանակաշրջաններում տարբեր գնահատականների են արժանացել, օրինակ խորհրդային պատմագրության կողմից գնահատվել են որպես իհարկե ռուսական կայսրության հետ այդպես ինտեգրվելու գործընթաց եւ հաճախ նաեւ կիրառել են ազատագրություն բառը, իսկ ահա անկախության շրջանում նույնիսկ դրան նախորդող խորհրդային վերջին 2 տասնամյակներում ավելի նախընտրելի տերմին է դիտարկվել միացում բառը, որը միջազգային իրավական կարգավիճակ չի ընդհանրում եւ շատ ավելի չեզոք բառ է եւ չի խորանում աշխարհաքաղաքական վեճերի մեջ։ Այս առումով իհարկե եթե մենք պատմագիտության տեսանկյունից ենք խնդրին նայում, մենք պետք է եւս մեկ անգամ ֆիքսենք այն, ինչի մասին խոսեցինք, որ այս իրադարձությունների բերումով, որոնց փաստորեն բեկումնային պահը հոշականի ճակատամարտն է, տարածաշրջանում հաստատվեց ուժերի նոր բալանս։ 1828 թվականի փետրվարին պատերազմական գործողությունները դադարում են։ Ստորագրվում է Թուրքմենչայի պայմանագիրը, ֆիքսում է այն, որ Արաքսից հյուսիս ընկած տարածքները փաստորեն ռուսական կայսրության կազմում պետք է լինեն, իսկ հարավ ընկած տարածքները Պարսկաստանի։ Արաքսը դարձավ փաստորեն սահմանաբաժանող գետ եւ դրանից հետո մենք տեսնում ենք, որ ռուսական կայսրությունը աստիճանաբար այս տարածքներում իր վարչական ապարատն է ձևավորում եւ դրան զուգահեռ նաեւ իհարկե խորհրդաբանության որոշակի դաշտ է ստեղծում եւ պատահական չէ, որ իրենց հաջողության ամենակարևոր, այսպես բանալի պահին առնչվող ճակատամարտին նվիրված հուշարձան է կառուցում։ 1833 թվականի մայիսի 9-ին կանգնեցվում է այս հուշարձանը, որի վրա աշխատանքները մինչև հաջորդ տարի շարունակվում են եւ մինչ օրս այս հուշարձանը փաստորեն ռուսական պատմագրության եւ նաեւ իրենց պետության կողմից դիտարկվում է որպես կարևոր խորհրդանիշ տարածաշրջանում իրենց ներկայության համար։ Հայոց պատմության տեսանկյունից իհարկե այստեղ միշտ դիտարկվել է այն հանգամանքը, որ ճակատամարտը կապված է եղել Սուրբ Էջմիածնի պատկանելիության խնդրի հետ եւ միաբանության այդ ժամանակ կարգավիճակի եւ մասնավորապես նրանց դրության հետ, այսինքն ինչ է լինելու, օրինակ, եթե 1 տարի առաջ իրենց վերահսկողության տակ եղած վանքը վերստին հայտնվեր պարսկական վերահսկողության տակ, ինչ փոփոխություններ կարող լինեն, ինչ վերաբերմունք եւ այլն։ Սրանք հարցեր են, որոնք միշտ եղել են պատմագիտական դիսկուրսի առարկա, քննարկման առարկա եւ իհարկե շարունակելու են մնալ այդպիսին։ Բայց պատմությունը մնում է պատմություն նրանով, որ պետք է յուրաքանչյուր փաստը դիտարկել տվյալ ժամանակաշրջանի համատեքստում։ Իսկ մեր այսօրվա հաղորդումը մոտենում է իր ավարտին, կհանդիպենք հաջորդ շաբաթ ATV-ի եթերում։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse Bank-ը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։